Արի ծրագիրը սկսել են լիբանահայերը, հիմնականում միջին խավի մարդիկ։ Այն ԼՂՀ իշխանությունները գնահատելով հաջողված, գումարների վերադարձելիությունը մոտ 97% է, ձեռնամուխ են եղել դրա ընդլայնմանը։ Ծրագիրը միկրովարկերի ծրագիր է։ Ստեղծելով երկու բաժնետիրական ընկերություններ, լիբանահայերը գումար են հանգանակել, որը գյուղատնտեսական միկրովարկերի միջոցով տրամադրվել է Քաշաթաղի եւ Շահումյանի որոշ գյուղերի բնակիչների, նպաստելով շրջանների տնտեսական ակտիվությանը։ 586 շահառու 3-ից մինչև $5,000 շրջանակներում, բայց նշեմ դրամով, գումարները տրամադրվել է մեր հայրենակիցներին 6% տոկոսադրույքով, իսկ ինվեստորներին, Արիի փայատերերին հիմնադրամի կողմից վճարվել է 9% տոկոսադրույք եւ նաեւ գումարը հետ է վերադարձվելու այն արժույթով, որով ներդրվել, այսինքն այս փուլում դոլարով։ Հանդիպումները Լիբանանում վարչապետ Արա Հարությունյանը արդյունավետ է գնահատում։ Բաժնետերերի թիվը ավելացել է, հին ծրագիրը շարունակվելու է, նոր վարկային ծրագրի հիմք է դրվելու, այս անգամ բնակարանաշինարարական։ Այն դարձյալ Քաշաթաղի շրջանում է իրագործվելու։ Սկսվելու է Բերձորի նոր թաղամասի շինարարությունը։ Դա ոչ թե բարեգործական, այլ ներդրումային ծրագիր կլինի, ասաց Արա Հարությունյանը, խոստովանելով, որ ներդրողների վստահությունն ամրապնդելու համար ինքն էլ է գումար տրամադրելու։ Գումար այս այցելության ընթացքում հավաքագրվեց ավելի քան $2.5 միլիոն եւ առաջին 50 տան շինարարական աշխատանքները կսկսենք ապագայում, երբ որ արդեն շինարարները նախագծեր ամբողջությամբ պատրաստ կլինեն։ Արի ծրագիրը քննարկվել է ոչ միայն լիբանահայերի հետ հանդիպումներում, այլև Կիպրոսում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում։ Այն վարչապետի կարծիքով նաեւ Հայաստանի Հանրապետության գործարար շրջանակներին պիտի ներկայացվի։ Միկրովարկերը ըստ կառավարության ղեկավարի կօգնեն, որ գյուղացին մնա գյուղում։ Փոքր միկրովարկերի եղանակով մենք կարող ենք պայքարել խոշորացման դեմ, առաջինը եւ երկրորդը ստեղծել հնարավորություն մեր գյուղացիներին ապրելով գյուղերում հասանելի դարձնել նրանց համար վարկային ֆինանսական ռեսուրսները եւ հնարավորություն տալ դրա շրջանակներում ունենալ սեփական տնտեսություն։ Արի ծրագիրը առայժմ շարունակվելու է Քաշաթաղի եւ Շահումյանի գյուղերում։ Հետագայում ընդլայնվելու դեպքում այն տարածվելու է նաեւ մյուս տարածքներում։ Վարչապետի արտասահմանյան այցելության ընթացքում նաեւ այլ ծրագրեր են քննարկվել։ Մասնավորապես նոր ներդրումներ են ակնկալվում գյուղատնտեսությունում, իսկ Կիչան գյուղում կսկսվի նոր 20 տների շինարարությունը։ Վարչապետը Արամ առաջին կաթողիկոսին է փոխանցել Արցախ այցի հրավերը։ Այցի ընթացքում Արցախի կառավարության ղեկավարը նաև այլ հայտարարություններ է արել, որ հետագա քննարկումների նյութ էին դարձել։ Դրանցից մեկն առնչվում էր Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը։ Այս գառնանը առաջին թռիչքը կատարելուն։ Արա Հարությունյանը դարձյալ խոսեց այդ մասին։ Ստեփանակերտի օդանավակայանից այսօր էլ թռիչքներ իրականացվում են ուղղաթիռներով։ Խնդիրը քաղաքացիական թռիչքների վերականգնման մասին է։ Հարցն ավելի շատ մարդու իրավունքների դաշտում է, քան քաղաքական, կարծում է Արա Հարությունյանը։ Մենք պետք է քաղաքական հարթությունից օդանավակայանի կամ ընդհանուր առմամբ թռիչքների իրականացումը քաղաքական թեմայից տեղափոխել մարդու իրավունքների կամ ընդհանուր տրանսպորտային երթևեկությունների թեմա։ Այո, այսօր այդ հարցը ավելի շատ դարձել է քաղաքական։ Ինչն է ինձ ստիպել նման հայտարարություն անելու, մեր կամքը, մեր վճռականությունը։ Մենք պարտավոր ենք քաղաքական հարթությունից այս հարցը տեղափոխել անկախ ինչպիսի գնահատական կտրվի կամ ինչ վերաբերմունք կցուցաբերվի Ադրբեջանի կամ քաղաքական ուժերի կողմից եւ պետք է իրականացնել ընդհանուր թռիչքներ։ Սկսել թռչել։ Մենք պետք է այո այդ կամքը դրսևորել։ Այլ հարցերի մասին, որոնց կառավարության ղեկավարը արդեն Ստեփանակերտում պատասխանեց։ Սիրիահայերին վերաբերող պետական առանձին ծրագիր Արցախում չի գործում։ Ամեն ինչ արվում է գործող ծրագրերի շրջանակում եւ բարեգործական խողովակներով պատասխանելով լրագրողի հարցին, ասաց վարչապետը։ Տարբեր ոչ պետական միջոցներով 30 ընտանիքի համար ստեղծել ենք պայմաններ։ Հիմնականում բարեգործական, ոչ խոշոր բարեգործական ընկերությունների կողմից, այլ այդ թվում Ղարաբաղի, այդ թվում Հայաստանի, հիմնականում հայ հեղափոխական դաշնակցության խողովակն ենք օգտագործել։ Նշեմ, որ մեկ ընտանիք տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն $25-30 հազար։ Եվ հաշվեք։ Եթե մենք այսօր ոսկե սարեր խոստանանք սիրիացիներին, իհարկե մենք խնդիր ենք ունենալու։ Նամանավանդ, որ մեր այդ հայրենակիցները տեղափոխվելով Արցախ իրենց հետ համարյա ոչինչ չեն բերում։
Սկսած սննդից, հագուստից։ Կառավարության ղեկավարը չբացառեց, որ Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը լինեն հենց սիրիահայերը։ Եթե մենք ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն ունենայինք, շատերը կնախընտրեին այստեղ գալ, հաստատվելու համար, ասաց Արա Հարությունյանը։ Այսօր մենք եւս պատրաստ ենք ընդունելու նրանց, բայց հիմնականում փորձում ենք այն ընտանիքներին, որոնք ինչ որ բան հետները բերում են, որոնք պատրաստ են ներդրումների մասնակցել գոնե իրենց հետագա սոցիալական խնդիրները լուծելու համար կամ բնակարանային կենցաղային պայմանների ինչ որ մասը լուծել։ Սա շարունակական process է։ Արցախի կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց, որ գործում է տարածքների համաչափ զարգացման ծրագիր, իսկ լայնածավալ վերաբնակեցման պետական ծրագիր ունենալու համար պետք է պետական բյուջեի մեծ մասն ուղղել այդ ուղղությամբ։ Լայնածավալ վերաբնակեցում իրականացնել դա նշանակում է պետական բյուջեի գումարները ուղղել հիմնականում կամ միայն այդ ուղղությամբ։ Իսկ մենք ունենք բազմաթիվ այլ խնդիրներ, եթե մի կողմից մենք իրականացնելու ենք վերաբնակեցում, իսկ մյուս կողմից ունենալու ենք արտահոսք մնացած շրջաններից, ապա անիմաստ է դառնում այդ վերաբնակեցում։ Այսինքն համաչափ զարգացման քաղաքականությունը մենք պետք է կիրառենք եւ այդ սկզբունքից ելնելով մենք պետական ծրագրեր պետք է իրականացնենք։ Արտագաղթի մասին այն լինելու է, քանի դեռ Արցախում տնտեսական ու սոցիալական, նաև աշխատանքի պայմաններն ավելի վատն են, քան արտերկրում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, կարծում է վարչապետ Արա Հարությունյանը։ Բազմաթիվ քայլեր պետք է ձեռնարկենք մարդկանց արտագաղթը կանխելու, հակառակը շարունակել ավելի մեծ ծրագրերով վերաբնակեցման եւ ընդհանուր ներգաղթի հնարավորություններ մեծացնելով։ Աշխատատեղերի խնդիրը ամենակարևորն է։ Գյուղում կա միկրովարկերի եւ մարդկանց կրթության հարց, Ստեփանագերտում կանանց աշխատատեղերի խնդիր, որն առաջիկայում կլուծվի։ Նախկին Ղարմետաղց կոմբինատի տարածքի մասով մենք լուրջ աշխատանքներ կատարում ենք եւ 1-1.5 տարվա ընթացքում համոզված եմ, որ հարյուրավոր նոր աշխատատեղեր են լինելու հիմնականում կանանց համար։ Վարչապետի տեղեկացմամբ նախագահ Բակո Սահակյանի բանավոր հանձնարարականով կառավարությունն ուսումնասիրում է Ստեփանագերտի նախադպրոցական հիմնարկներում ստեղծված վիճակը, խոսքը եւ դրանց ծանրաբեռնվածության մասին է եւ մյուս խնդիրների։ Նոր կրթօջախների ստեղծմամբ մի շարք հարցեր կլուծվեն։ 4-րդ մանկապարտեզի տեղը նոր մանկապարտեզի շենք է կառուցվում, 6-րդ դպրոցը ավարտելուց հետո 6-րդ դպրոցի շենքն է դառնալու մանկապարտեզ, բայց դա 2-3 տարի պետք է։ Իսկ սեպտեմբերի 1-ից նախագահի հանձնարարականի համաձայն մենք պետք է ինչ-որ լուծում տանք։ Սա եւս ինչ-որ ձև նպաստելու է իմ ասած երևույթերին, այսինքն երբ որ մարդիկ կարողանան տեղավորել մանավանդ կանայք իրենց երեխաների մանկապարտեզներում, այլ հնարավորություն են ունենալու աշխատանքով ապահովելու եւ նույն այդ մանկապարտեզներում են աշխատատեղեր ստեղծել։ Վարչապետը պատասխանեց նաև հարկային եւ սակագնային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես հարկային մարմնի կողմից ստուգումներին եւ դրանց հետևանքով առաջացող տարաձայնություններին ու բողոքներին։ Ոչ մի ժամանակ մենք չենք կիրառել պատվիրած ստուգում այս 5.5 տարիների ընթացքում։ Հարկայինը միշտ բարբերաբար ցանկացած հիմնարկ ստուգում է եւ օրենքով 3 տարին մենք պետք է ստուգում իրականացնենք առնվազն։ Եվ սա կարևոր պայման է, որտեղ 3 տարուց հետո եթե ստուգում իրականացես, թաքցված հարկերի նկատմամբ իրավական բռնագանդման հնարավորություն չես ունենում։ Եվ միշտ էլ առաջնորդվել են օրենքով։ Լիազորված չէ ոչ մի տեսուչ ստուգման ժամանակ խախտումների վերաբերյալ լինի անտարբեր։ Արդյունքում ինքը կունենա քրեական հետապնդում եւ կպատասխանի օրենքի շրջանակներում։ Ինչքանով է օրենքը նպաստավոր, սա արդեն բազմաթիվ անգամ ես նշել եմ, պատրաստ ենք ցանկացած օրենքի կետի տարի վերաբերյալ քննարկումներ իրականացնել։ Բեռը մեր Ղարաբաղում հարկային բեռը բարձր չէ։ Ընդհանուր առմամբ նշեմ, որ մեր հարկային բեռը բողոքները տարբեր պատճառներ։ Մի մասը թաքցնում է, հետո Երևանի անստուգման ժամանակ, մի մասը չի թաքցնում, կանխամտածված չի անում, այլ սխալների արդյունքում, բայց սա իրեն չի ազատում օրենքի նկատմամբ իր պարտավորությունների կատարման։ Հարկերի խստացում չի լինելու, ասաց Արա Հարությունյանը, միևնույն ժամանակ շեշտելով, որ սոցիալական քաղաքականությունում ազատությունը պայմանավորված է սեփական եկամուտներով։ Ամեն մարդ, ով եկամուտ ունի, պետք է առավելագույնը մասնակցի պետական ծրագրերի իրականացմանը եւ մեր հիմնական գնահատականը պետք է լինի տվյալ տնտեսավարող սուբյեկտը ինչքանով է կատարում իր հարկերը, ինչքանով է հավասար պայմաններ ստեղծված երկրում հարկային վճարումների համար։ Եթե կա արտոնյալներ, մենք պայքարենք այդ արտոնյալների դեմ, որ խնդիրներ չունենան։
Վարչապետը նաև խոստովանեց, որ հարկային օրենսդրությունն այնքան էլ մատչելի չէ հարկատուների համար։ Տեղի տալով լրագրողների իրեն փոխանցված բողոքներին, Արա Հարությունյանը խոստացավ. Առաջիկայում կնախատեսեմ հանդիպում գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ եւ կփորձենք լուծում տալ։ Կա խնդիր պետպատվերի ուշացման համար տույժերի հաշվարկման առումով։ Այստեղ քննարկումներ կա եւ մենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ լուծում ենք տալու։ Արցախում գազի սակագինը պայմանավորված է լինելու Հայաստան-Ռուսաստան բանակցություններով, ասաց Արա Հարությունյանը։ Ինչ վերաբերում է ջրամատակարարման սակագնին, ապա բնակչության համար այն առաջիկայում մնալու է անփոփոխ։ Առաջիկայում բնակչության համար փոփոխություն ջրի չի լինելու։ Մենք ընդհանրապես հավասարեցրել ենք։ Միտեղ գյուղեր ունենք, որ վճարում են 180 դրամ։ Գյուղեր ունենք վճարում են 40-50 դրամ։ Բոլորը վճարում են այսօր 100 դրամ եւ առաջիկայում բնակչության համար սակագնի փոփոխություն չի լինելու։ Սակագնի ավելացումները վերաբերելու են տնտեսվարողներին, շեշտեց կառավարության ղեկավարը։ Փոփոխություն լինելու է այլ սպառողների համար։ Եվ մենք ասել ենք, ես իմ այն հանդիպման ժամանակ նշեցի, ինչու մենք պետք է հյուրանոցների կամ ռեստորանների, սրճարանների համար պետությունը ֆինանսավորում իրականացնի։ 1 խորանարդ մետր ջուր սպառման դիմաց պետությունը փող է վճարում։ Եթե այդ փողը մենք վճարում ենք քաղաքացու համար, մենք հասկանում ենք։ Եթե այդ փողը մենք պետք է իրականացնենք սրճարանների համար, ապա սա անհասկանալի է։ Գյուղական բնակավայրերում, որտեղ ջուրն ինքնահոս է, եւս պետք է վճարեն ջրամատակարարման համար։ Ներքին ցանցի պահպանման հարցեր կան ամենուրեք, անկախ մատակարարման համակարգի ձևից։ Գյուղում կա երկրորդ խնդիր, որի մասին այսօր մտածում ենք։ Այո, X խորանարդ մետրը ծախսում է կենցաղային պայմանների համար։ Դրանից ավելը ոռոգման նպատակով։ Եվ մենք պետք է շեմ սահմանենք, շեմից ավելը, որը գնալու է ոռոգման համար, ավելի էժան սակագին, որ մարդիկ այդ նույն ջուրը կարողանան օգտագործեն իրենց տնամերձ տարածքներում ոռոգում կատարելու համար։ Սա եւս քննարկման նյութ է եւ մի քանի ամսվա ընթացքում կկանոնակարգենք դա։ Աշխատավարձերի եւ կենսաթոշակների հնարավոր բարձրացման մասին։ Դրանք եւս կապված են Հայաստանի Հանրապետությունում տարվող քաղաքականության հետ։ Եթե դրանք Հայաստանի Հանրապետությունում բարձրանան, ապա բարձրացումներ կլինեն նաեւ մեզ մոտ, ասաց վարչապետ Արա Հարությունյանը։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ մեր աշխատավարձային եւ կենսաթոշակային քաղաքականությունը համահունչ է Հայաստանում իրականացվող քաղաքականության հետ։ Երբ որ Հայաստանում լինի բարձրացում, նույն օրն է լինելու է Արցախում։ Առաջիկայում հիպոթեկային վարկավորման բնակարաններ ձեռք բերելու ծրագիրը վերանայվելու է, ինչպես արտարժույթին վերաբերող մասով, այնպես էլ մեխանիզմների։ Քննարկումները սկսված են, տեղեկացրեց վարչապետը։ Առաջին հերթին արժույթի տատանումների մասով ենք մենք մեր դիրքորոշումը արտահայտելու, այսինքն լինելու է փոխհատուցում, նոր վարկային պրոյեկտները մանավանդ առաջնային շուկայից ձեռք բերված բնակարանների դիմաց լինելու է շատ ավելի բարձր ժամկետով, երկարաժամկետ։ Երկրորդային շուկայի մասով քննարկվում է, ինչքանով են նպատակարար, իսկ հին տված վարկերի ժամկետների վերանայում ես գտնում եմ, եթե մենք կարողանանք արժութային տարբերությունների արտարժույթի դոլարի տատանումների դիմաց փոխհատուցում իրականացնել, արդեն այդ հարցը օրակարգից կարող է դուրս գալ։ Վարչապետը պատասխանեց մի շարք այլ հարցերի եւս, նաեւ իր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ նշանակվելու վերաբերյալ լուրերը մեկնաբանեց, ավելի ճիշտ հերքեց։ Ոչ նման քննարկում եղել է, ոչ կլինի, որովհետև ով իս ճանաչում է գիտի, որ ես անկախ զբաղեցրած պաշտոնից երբևէ Ղարաբաղից չեմ տեղափոխվելու։ Այսինքն քննարկման թեմա չի լինելու։ Կարող է աշխատանքից ազատվել, չգիտեմ երբ, դա կախված է ինչքանով է գոհ երկրի նախագահը իմ կատարած աշխատանքից, ինչքանով եմ ես իրականացնում կառավարության գործունեության ծրագիրը, բայց դա չի նշանակում, որ ես տեղափոխվելու եմ Արցախից։ Բայց հաստատ գիտեմ, որ առաջիկայում ոչ մի փոփոխություն չի սպասվում, որտեղ բարեբախտաբար մենք կարողանում ենք կատարել այն խնդիրը, որը դրված է կառավարության առաջ, կառավարության գործունեության ծրագրով։